Մի լավ գինին 100 սիրտ ու հավատ արժե, մի կում գինին միջինական պալատ արժե, նրա մի կում դառնությունը ինչ լալ, հակինդ, 1000 մի քաղցր կյանք ու լազատ արժե։ Միջնադարի մեծագույն գինեսեր և փիլիսոփա Օմար Խայամը, որ բացահայտում էր տիեզերքի, բնության ու մարդու գաղտնիքները, հաստատ լավ գիտեր բարձրակարգ գինու արժեքը։ Եվ պատահական չէ, որ Համի ուժի 7-րդ եթերաշրջանը նվիրել ենք համեղ ու բարձրակարգ, աստվածային գեղեցիկ բույրով հայկական գինուն։ Համի ուժի հետ մենք շատ համեր ենք բացահայտել, 6 եթերաշրջան անընդմեջ շրջել, ճամփորդել ենք հայոց աշխարհով մեկ եւ այլուր, բացահայտելով նախ մեր պատմության թաքնված էջերը, պատմություն կերտող հիանալի անհատներին եւ նվիրալներին։ Ու հենց այս պատումի խորհրդանշական 7-րդ եթերաշրջանն էլ իհարկե պետք է դառնար հայոց աշխարհի արևահամ խաղողի բույրն իր մեջ կրող, Համի ուժին մշտական ուղեկից ու ներշնչող դարձած հայկական գինիների մասին։ Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի հետ համատեղ շարունակում ենք ճամփորդել գինիների արբեցնող եւ հիացնող խաղողառատ տիրույթներում։ Երևանյան ամենագինոտ Սարյան փողոցի գինեսերների սիրելի անկյունում ենք, In Vino-ում, որն ի դեպ բավականին մեծ ներդրում է ունեցել գինեխմության մշակույթի զարգացման գործում։ Այստեղ հանդիպելու ենք Հայաստանի գինեգործներից թերևս միակ կին գինեգործ Զարուհի Մուրադյանի հետ։ Եվ ի վերջո փորձելու ենք հասկանալ, թե ինչ հրաշքներ են գործում կինն ու գինին, երբ անդավաճան միավորվում են։ Հետաքրքիր զրույցի ենք բռնվելու նաև կուր գինիների տնօրեն Զորի Մկրտիչյանի հետ, որը ոչ միայն շատ հետաքրքիր ներկայացնում էր իրենց գինու ստեղծման կոնցեպտը, այլև պատմում էր, թե հազարավոր տարիներ առաջ ինչպես էին հայկական բարձրավանդակից գինին տեղափոխում Միջագետք։ Այնուհետև անպայման կայցելենք Երևանի Բարձունքում տեղակայված յուրահատուկ գինիների Գևորգյան գործարան։ Կբացահայտենք արիացիների սիրելի խմիչքի գաղտնիքները, կհասկանանք կախանի մեթոդը։ Կհյուրընկալվենք այդ գինիների հեղինակ Վահագն Գևորգյանի և նրա տաղանդավոր կին գեղեցիկ դերասանուհի Նարինե Պետրոսյանի ընտանիքում։ Իսկ վերջում մի լավ թարմանալու համար իհարկե կայցելենք Ամառ սրճարան ռեստորան, որտեղ կպատրաստենք շշմեցուցիչ կոկտեյլներ, թարմացնող, բովանդակային, մանավանդ գինու հիմքով կոկտեյլների ընտրությունը ես վստահ եմ ձեզ շատ դուր կգա, որովհետև յուրաքանչյուրս իր տանը պատրաստման հնարավորություն կունենա, կարևորը գինին է։ Համի ուժի շրջանակներում մենք մեզ կորցրել ենք։ Ինչու՞, որովհետև որպեսզի վերագտնես քեզ իրապես քո արմատներով պետք է մի պահ քեզ կորցնես եւ կորցնես գինու այն գեղեցիկ համային հատկություններում, որոնք որ մեզ շնորհում են տոնականության, երջանկության, հեքիաթային տրամադրություն։ Զարուհի, ինչու եւ ինչպես դուք դարձաք գինեգործ եւ ինչու կամ ինչպես ծնվեց Zara Wines-ը։ Գինեգործությամբ զբաղվում եմ 2002 թվականից, բայց իմ սեփական արտադրությունը 2013 թվականին։ Քանի որ աշխատում էինք տարբեր տեղացին սորտերի հետ, ինձ մոտ հետաքրքրություն առաջացավ այդ սորտերը ուսումնասիրել եւ այդ սորտերից պատրաստել գինիներ, որոնք տարածված չէին։ Իմ առաջի գինիները Չարենցի սորտից են պատրաստել Տիգրանի եւ այդպես եմ ներկայացրել։ Որտեղ է Չարենցի սորտը։ Արմավիրի մարզում տարածված է Չարենցի եւ Տիգրանի սորտը, որը որ չէր օգտագործվում ոչ մի արտադրողի կողմից։ Եվ իմ առաջի տարածված չէր, շատերը այդ սորտերի մասին տեղեկացված չէին եւ ես փորձեցի հենց իմ արտադրությամբ այդ գինիները ներկայացնել եւ բավականին լավ արձագանք ստացա սպառողի կողմից եւ որոշեցի ընդլայնել եւ այսօր ճիշտ է արտադրությունը մեծ չէ, մոտ 10000 շիշ եմ արտադրում տարեկան։ Այնքան են դուր գալիս, որ ասում են արտադրությունը մեծ չէ, դե մենք բուտիկ արտադրող ենք, քանի շիշ 10000։ Բայց իրականում լուրջ ու զգալի թիվ է։ Մենք գինեգործությանը վերաբերում ենք ոչ թե մասնագիտություն, որպես արվեստ, մշակույթ, որտեղ երազանք, էմոցիա կա, պատմություն կա, սեր կա, այդ ամեն ինչը մենք ներդնում ենք այդ աշխատանքի մեջ եւ արդյունքում տեսնում եք ինչ գինիներ ենք արտադրում։ Երբեմն դժվար է նկարագրել այն մարդուն, ով ամբողջ կյանքում կարծրատիպեր է կոտրում։
Զարուհի Մուրադյանը, որն այսօր միակ կին գինեգործն է Հայաստանում, իր մասնագիտությունն առաքելություն է դարձրել ու հսկայական պատասխանատվություն վերցրել իր փխրուն ուսերին։ Այս նուրբ ու կանացի կեցվածքին չխաբվեք։ Այս լայն ու խաղաղ ժպիտի տակ հետևողական եւ նպատակասլաց հայ կին է, ով գիտական բազմաթիվ հոդվածների, ուսումնական ձեռնարկների հեղինակ է եւ տարածաշրջանի միակ EVN գինու ակադեմիայի հիմնադիր տնօրենը։ Մի քանի տարի ղեկավարել է Հայաստանի երիտասարդ գինեգործների միավորումը, տասնյակ անգամներ վերապատրաստվել աշխարհի առաջատար կրթական կենտրոններում, մանրակրկիտ ուսումնասիրելով գինեգործությունը եւ դառնալով գինու միջազգային փորձագետ դեգուստատոր։ Եվ ի վերջո խաղողագործության ու գինեգործության հիմնադրամի ղեկավարն է։ Կրթական ու կազմակերպչական հսկայական աշխատանքին զուգահեռ չմոռանանք, որ Զարուհին նախ ռոմանտիկ է եւ արտակարգ գինիների հեղինակ, որոնք գինեսերներին ծանոթ են Zara բրենդային անվանումով։ Զար, ձեր գինիները ունեն շատ եթերային, չպարտադրող ու քամու ամառային զովի հետ եկող տրամադրություն բնորոշ ձեզ։ Բայց մեջը կա եւ արևը արմավիրի, եւ այն համերը Արարատի, լանջերի, ամեն ինչը որ պետք է, բայց ունի նաեւ թեթևություն, որը ռեզերվներին այդքան բնորոշ չէ։ Շատ կարևոր է թե ինչպես են մատուցում գինին, ինչպես է ներկայացնում գինին, որովհետեւ եթե ճիշտ չներկայացվի, ճիշտ ջերմաստիճանում չմատուցվի, ճիշտ սորտային կազմը չներկայացվի, մեր ամբողջ աշխատանքը միգուցե զրոյանա, ճիշտ եմ զոր, որովհետեւ եթե սխալ ներկայացնեն, սպառողը ճիշտ չի ընկալի այն ամբողջ էմոցիաները, ամբողջ այդ աշխատանքը, որ մենք ներդրել ենք այս գինու մեջ։ Երբ որ ասում են կին գինեգործ, շատերը սկեպտիկ են իրենց դրսևորում։ Ես չեմ մեղադրում եւ ոչ էլ ուզում եմ անընդհատ ընդգծել կին բառը, բայց փաստը մնում է փաստ, որ այս ոլորտում դեռևս շատ չեն կանայք։ Իրականում գինեգործությունը նաև պահանջում է ֆիզիկական մեծ աշխատանք, այսինքն աշխատելով արտադրությունում մեծ պահամաններով, տակառների հետ, հա, այդ մեծ քանակի խաղող մթերելու ֆիզիկական աշխատանք է պահանջում, որ արտադրությունում կարողանանք նաև մենք կանայք այդ ֆիզիկական աշխատանքը իրականացնենք։ Բայց լինելով լավ գինեգործ, լինելով կին, հմայքը գործի մեջ դնելով կարողանում ենք այդ ամեն ինչը կառավարել հենց արտադրության ներսում։ Լավ ունենալով շատ ազնիվ խոստովանություն է կարողանալով մեր հմայքով կառավարել։ Երբ որ sense խնդրում ես, կարող ես այլ տարայից տեղափոխել գինենյութ այս մյուս տարայի մեջ այս տակառը լվանալ եւ այլն, սիրով աշխատակիցները իրականացնում են այդ process-ը, դու վերահսկում ես ամբողջ տեխնոլոգիական գործընթացը։ Իսկ համայինը, ինձ պատմեք համայինի մասին։ Գիտեք, Նազենի ջան, երբեմն երբ որ այդ սեզոնը մթերման սկսվում է, դուք պետքա տեսնեք իմ ձեռքերը, մատները հիմնականում, կարմիր, երբ որ դու առաջինը ինչ որ ուզում ես հասկանաս ինչա կատարվում, այլ խաղողը ջարդվեց, խմորման process-ն է, ես երբեմն ձեռքով եմ այսպես համտեսում, որովհետեւ չեմ սպասում, որ բերեն ինչ որ բաժակ, ինչ որ տարա, որ դու ուղակի համտեսես, որովհետև առաջինը զգայարաններն են զգում, թե ինչա կատարվում այդ process-ի ընթացքում գինենյութի հետ։ Եվ յուրաքանչյուր փուլ ունի իր հետաքրքիր այդ զարգացման փուլերը, բույրերի։ Գինին շատ նուրբ, զգայուն խմիչք է։ Յուրաքանչյուր փուլում հնարավոր է, որ մի փոքր շեղումից մենք կորցնենք, այո։ Եվ ինչ որ մենք ասում ենք, որ բնավորություն ունի, զգայուն է, կախված թե գինեգործը ինչ տրամադրությամբ է դա իրականացնում այդ գործընթացը, դա անցնում է գինին։ Ուզում եք հավատացի։ Ես հավատում եմ։ Դա այդպես է, եւ երբ որ դուք խմում եք, այդ էմոցիաները զգում եք։ Հայկական գինեգործության դարավոր գաղտնիքները եւ նորագույն տեխնոլոգիաները յուրովի են մարմնավորվում երիտասարդ, բայց արդեն մեծ ճանաչում ունեցող կուր գինիներում, որոնք հայաստանյան շուկա են մտել բոլորովին վերջերս 2015 թվականից։ Կուրը պատրաստվում է բացառապես հայկական խաղողի սորտերից՝ արենի, ոսկեհատ եւ խնդողնի, որպես հարգանքի տուրք գինեգործության հայկական ժառանգությանը։ Կուր գինիների խաղողն աճում է Վայոց ձորի մարզում, ծովի մակարդակից 1300-ից 1500 մետր բարձրության վրա, որտեղ խաղողն արևին ավելի մոտ է ու նրանից անփոխարինելի համ եւ զորություն է ստանում։ Զորի, նախ սկսենք քուրից։ Քուրը ենթադրում եմ այն գինիներից էր, որը դրեց ավանդույթ ոչ սովորական անվանումի
երբ իրար հարցնելով ինչ սկսում էին ծանոթանալ պատմությանը, անվանակոչությանը, գինու բովանդակությանը, ինչի մասին է քուրը եւ ինչու հենց քուր։ Շատ պատմական տարբեր աղբյուրներ ուսումնասիրելով, փորփրելով, այսպես ասած, հասանք Հերոդոտոսին, մեր թվարկությունից առաջ 5-րդ դարում, ով որ գրել էր պատմություն աշխատությունը, ճանապարհորդելով տարբեր քաղաքներով, երկրներով, երկրամասերով, հասնելով Բաբելոն, նա Բաբելոնի մասին մի շատ հետաքրքիր հիշատակություն է անում, թե ինչպես էին հայ վաճառականները Եփրատ գետով գինի բերում Բաբելոնում վաճառում, եթե ուշադրություն դարձնեք մեր պիտակին, այնտեղ փոքր ավանակ կա նկարված նավերի վրա, քանի որ այն ժամանակ մոտորանավակներ չկային, շարժիչներ չկային, այդ մոտորանավակը ավանակներ։ Այո, մոտորանավակը ավանակներ ինչ որտեղ, քանի որ այդ շղթան փակվում էր ավանակներով, նրանք ամբողջը վաճառում էին, գինին, փայտանյութը այդ նավերի, վերջում նավերը պատված էին կաշվով, այդ կաշին դնում էին ավանակների վրա, նորից բարձրանում վերև։ Եվ այդ ցիկլը անընդհատ կրկնվում էր։ Եվ կուռը ինչն էր այստեղ, կուռը դա այս նավերի անվանումն էր։ Այս նավերը կոչվում էին քուր եւ շատ անգամ մարդիկ խառնում են քուր գետի հետ, ամենամեծ ասոցիացումը գետի հետ ա լինում։ Վատ չէ, բայց այս դեպքում կապ չունի, գետը Եփրատներ, քուրն էլ նավներ։ Ահա այս ամբողջ պատմությունն է, որ ներկայացված է կուր գինիների պիտակի վրա։ Գինի տեղափոխող նավակները այդպես էլ կոչվում էին՝ կուր, ինչը թարգմանաբար նշանակում է կորացած։ Նավը կառուցող արհեստավորները կորացնում էին փայտը, կլոր ձև ստանալու համար եւ ամբողջ նավը ծածկում էին կենդանու կաշվով։ Գինու պատմություններն անսպառ են, այնպես որ պետք է էտապ առ էտապ դրանք բացահայտել։ Որտեղ է աճեցվում այն խաղողը եւ որ տեսակի, որ սորտի խաղողից է, որ քուրը դառնում է այնպիսին, ինչպիսին, որ նրան սովոր ենք ընկալելու։ Արենին այս դեպքում մենք ստանում ենք մեր սեփական այգիներից, որոնք որ գտնվում են Վայոց ձորի մարզում, իսկ խնդողնին արդեն ստանում ենք Արցախից։ Ինձ դուր է գալիս երկու տարբեր շրջանների, երկուսն է լեռնային շրջանների տարբեր սորտի խաղողների միացությունը, համակցությունը, դրանց մեջ կա նաև մեր հայերիս տարբերությամբ հանդերձ ընդհանուրի մասին մտածելու եւ արարելու այդ կարևոր հատկությունը։ Միանշանակ վառ ապացույց է, թե երկուսը իրար հետ ինչպես կարող են իրար լավ դրսևորել։ Մեր կարծիքով ավելի լավ, քան թե առանձին։ Ամենայն դեպս կուր գինիների մեջ։ Դե ամենաանսպասելի բանը ընդհանրապես Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամ ասվածն է, որը 2016 թվականից իր տանիքի տակ ներառել է ավելի քան 33 գինեգործական ընկերության եւ նրանք մեկը մյուսին ոչ թե չեն խանգարում, այլև միմիայն օգնում են, լրացնելով, համակցելով, իրար հետ աշխատելով եւ միասին գոյելով։ Եվ դրա համար մենք ունենում ենք արդեն գինեգործության մեջ ուրիշ որակներ։ Ձեր կենացը, Զորի, Զարուհի, շնորհակալ եմ։ Քուր, Զարա։ Գևորգյան գինու գործարանի ամենաճանաչված տեսականին արիած գինիներն են, որտեղ օգտագործվում է հին հայկական գինեգործական կախանի մեթոդը։ Բերքահավաքից հետո գործարանում հատուկ առանձնացված այս տարածքում խաղողը կախվում է մոտ 3-4 ամիս չորացվում, ինչից հետո այդ խաղողից 3 տեսակի գինի են պատրաստում։ Առաջին մասնագիտությամբ տնտեսագետ Վահագն Գևորգյանի համար գինեգործությունը շատ նման է արվեստի, որտեղ առանց հոգի դնելու հնարավոր չէ բացարձակ որակ ստանալ։ Պետք է ժամանակ տրամադրել, հոգատար լինել եւ իհարկե ուշադրություն դարձնել յուրաքանչյուր մանրուքի, անգամ գինու տակառի մոտ ասված բացասական խոսքերին։ Վահագնը պատմում է, որ եղել են դեպքեր, երբ գինին նեղացել է, համը փոխել է։ Երբ գինու մեջ ինչ-որ բան քեզ դուր չի գալիս եւ արտահայտվում ես բարձրաձայն, գինին դա զգում է ու շատ հեշտ կարող է վիրավորվել քեզնից ու նեղանալ։ Մենք մի անգամից եկանք այստեղ այս կախանների մոտ, որպեսզի հասկանանք, թե ինչն է փոխում այդ կախված ու տտիպ դարձած խաղողը, ինչպես ես դու հանգել այս մտքին, հա, եւ ընդհանրապես ո՞րն է կոնցեպտը արիացների։ Հիմնական գաղափարը
գտնել ինչ-որ հայկական հին ավանդույթ, հայկական ինչ-որ հին տեխնոլոգիա եղել է նրանում, որ հասկացել եմ, որ պետք է միջազգային շուկայում ներկայացնել հայկական գինին ինչ-որ ոճի մեջ, առանձնացված ոճի մեջ, ստիլի մեջ։ Եվ փնտրտուքներից հետո գտա, որ մինչ օրս մեր գյուղերում օգտագործվում է կախանի մեթոդը։ Գյուղերում օգտագործում եք կախանները։ Այսինքն գյուղացիները խաղողը կախան են անում, ոչ միայն խաղողը, նաև միրգը իրենց մառաններում կախան են անում։ Այդ խաղողից նաև որ կախան է արվում, նաև գինի են պատրաստում։ Եվ դա իրանց մոտ կոչվում է կախանի գինի, լինում է քաղցր գինի։ Մենք այստեղ քանի տոննա խաղող կարող ենք կախել։ Մենք մի քանի սենյակ ունենք կախանի համար եւ սեզոնին կոնկրետ այս սենյակում 10-10-ից 15 տոննա խաղող ենք կախում։ Մենք հետո կգնանք կնայենք կարասները, որտեղ հնեցվում է կամ ինչի մեջ, տակառի մեջ ենք հնեցնում, թե կարասի։ Կախանի մեթոդը տակառի մեջ է հնեցվում։ Կարասի, այսինքն կարասի մեջ գինու ազդեցությունը դեռ ուսումնասիրության փուլում է իմ մոտ, այսինքն 3 տարի է, որ զբաղվում եմ նաև կարասի մեջ հնեցմամբ, դեռ բացահայտելու ահագին տեղ ունեմ։ Հենց այս շշով, իր միջին ռանգինով սկսվել է այն ժամանակ դեռ 365, իսկ ներկայումս արդեն Գևորգյան Winery պատմությունը։ Եւ Վահագնը մեզ հիմա կպատմի այս մի շշի պատմությունը եւ ընդհանրապես կոնցեպտի ստեղծումը 2006 թվական 2006-ի երևի սեպտեմբեր-հոկտեմբերից սկսեցի զբաղվել շշի արտադրությամբ, այսինքն սկզբից ստեղծել եմ շշի ձևը։ Հետո հասկացար, որ պետք է բովանդակությունը լավը լինի։ Այո, եւ այդ ժամանակ դեռ գործարան չունեինք, արտադրություն չունեինք, Իջևանի գինու գործարանում շալացրեցի, սկսեցի վաճառել։ Նոր վաճառքից հետո արդեն անցա արտադրությանը։ Սա unique point-ն է։ Հա։ Ինչու՞։ Որովհետեւ տեսքը, այսինքն ունիվերսալ, ունիկալ տեսքը շշի արդեն իրան վաճառում է խանութում։ Եթե ծիրանի ֆորմայով է ձեր այս շիշը, արդյոք մեջը ծիրանի միանշանակ։ գինի է։ Մենք 7 տեսակ հայկական մրգերից, մաքուր մրգից սարքում ենք գինի։ Ցավը նրանումն է, որ աշխարհում դեռևս չկա մրգային գինու առանձին ստանդարտ։ Բառ հետո, որ չլինի գինի, այլ որ չլինի գինի։ Հա, որովհետև գինի չի դա։ Հա։ Գինի խաղողինն է։ Օրինակ վերջերս մտածում ենք, օրինակ նռան գինին անվանեն գինուր։ Օրինակ մի այդպես ձև է, որպեսզի գինի չանվանես։ Բայց կարծում եմ պետքա մեր հայկական ստանդարտը ստեղծել, այսինքն հայկական մրգային գինու կամ նռան գինու, հիմնականում նռան գինին է ավելի շատ վաճառվում, ստեղծել ազգային ստանդարտ։ Առաջ գնալով պատմես, թե ինչպես Վահագն Գևորգյան գինեգործը խորացավ արդեն իսկական խաղողի արենի տեսակից կամ այլ տեսակներից իր գինու զարգացման մեջ եւ այստեղ մենք տեսնում ենք եւ կարասները եւ տակառները։ Ասեմ 2008-9 թվականներին Հայաստանից գինեգործների խմբով գնացի Իտալիա, ուսումնասիրելու Իտալիայում գինեգործությունը, Տրևիզո նահանգի գինու գործարաններում եղանք, շփվեցինք, շատ լավ դպրոց կա, Իտալիայում Կոնելանոյի գինու դպրոցը, շփվեցինք, մինչ օրս էլ շփվում ենք այդ դպրոցի պրոֆեսորների հետ եւ այդտեղ նոր ես հասկացա, թե ինչ է նշանակում գինին եւ գինեգործություն։ Ճիշտ է որ ասած։ Գինորցար ու մնացիր այդ գինու ազդեցության ներքո։ Սիրահարվեցի, իսկ երբ որ սիրահարվում ես, էլ չես կարող հետ գալ։ Հա, գինեգործությունը ինքը շատ լավ հիվանդություն է, շատ լավ։ Գինին իրոք կենդանի օրգանիզմ է, շնչող, զգացող, արտահայտվող։ Նա նման է կնոջը, որին խելահեղորեն կարելի է սիրահարվել առաջին իսկ հանդիպումից։ Արիած անունը ի՞նչն է, արիների գինին է Այդ սա։ է շատ կարևոր հարց։ Ոմանք օգտագործում են միջազգային խաղողի տեսակները, ստեղծելով հայկական գինիներ, հա։ Ես լինելով իսկական վանեցի, ասենց ասեմ, դեմ եմ այդ մոտեցմանը եւ ավելի դժվար ճանապարհով եմ գնում, այսինքն ինչու ավելի դժվար,
որ փորձում եմ մեր տեղական, մեր էնդեմիկ հայկական խաղողի սորտերը ճանաչելի դարձնել ամբողջ աշխարհում։ Այս պարագային դա արենին է։ Այո, ոչ միայն արենին, արենի, կախեթը, ոսկեհատը, այսինքն հայկական էնդեմիկ սորտերը։ Հիմա այդ ճանապարհի մեջ ես ընտրեցի Արիաց անունը այն պատճառով, որ քանի որ մեր հայազգ առաջի արիական ազգերից մեկն է, մեր խաղողի սորտերը նույնպես արիական խաղողի սորտեր են։ Այդ պատճառով գինին անվանվում է արիական գինի, Արիաց։ Վայ, ինձ շատ դուր եկա, որ դուք ունեք նոր բաժակ։ Բաժակները ընտրված են, կախված բաժակից գինու համը շատ տարբեր է լինում։ Նայած թե գինին առաջնահերթ որ ռեցեպտորին Խորքային է գնում, թե ավելի արտաքին ծայրի մասը։ Թթվության ռեցեպտորին կպտի, դու սկզբից թթվությունը զգաս։ Դրա համար բաժակը շատ կարևոր հանգամանք է գինու խմելու համար։ Մենք ընտրել ենք այս ձևը բաժակի։ Սրա բույրը լրիվ ուրիշ է։ Ինչ ճիշտ Հենց կախանի մեթոդի համար։ Անուշ։ Անուշ, իսկապես որ անուշ, եւ թող գինին ճիշտ լինի իր բաժակով, իր մատուցմամբ, իհարկե իր բովանդակային ու համային ռեցեպտորներով, ճիշտ հասնի տեղ։ Ձեզ երկար կյանք եմ մաղթում, Նազին ջան, երջանիկ։ Մեզ համի ուժով եւ ինձ առանձին որպես լավ կախանի վրա հնեցված խաղող։ Ասեմ տպավորությունս։ Ուրեմն շատ ավելի նրբահամ է, քան ոչ ռեզերվը։ Նա ավելի ագրեսիվ է։ Նա ավելի ագրեսիվ էր, սա ավելի կլոր էր, քո ասած, ամփոփ էր։ Մենք ունենք նաև սպիտակ ու ռոզե գինիներ, որոնք եթե դու դեմ չես, կտանենք մեզ հետ այսօր ձեր տուն։ Այո, մեծ հաճույքով։ Ինչ է Եվ կփորձենք Նարինեն այսօր ձկնային երեկո է մեր համար նախապատրաստել։ Փորձենք ձկան հետ մեր եւ սպիտակը եւ վարդագույնը։ Եվ վարդագույնը ռոզեն։ Գևորգյան Winery-ին մենք մաղթում ենք նռան հատիկներով այսպես ոցված ճանապարհ եւ շատ համեղ քաղցր խաղողներով լի տակառներ, որպեսզի այդ գինին գնա աշխարհներ գրավի եւ մենք էլ իմանանք, որ համի ուժով իսկապես գրավել ենք աշխարհը։ Մեր ձևով, սիրով, գինով։ Անուշ։ Տաղանդավոր ու չափազանց բծախնդիր է թատրոնի եւ կինոյի դերասանուհի Նարինե Պետրոսյանը։ Ամեն ինչում իդեալականին ձգտող, իր 3 հրաշք դիստրիկտներին էլ հենց այդպես է դաստիարակում։ Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի այս գեղեցկուհու խաղացանկը մեծ է։ Անկոչ Աննան մեծ լռություն, սերը տարիք չի հարցնում, Ֆիգարոյի ամուսնությունը եւ այլն եւ այլն։ Քիչ չեն նաեւ նրա կինոյի դերերը։ Մենք Նարինեի հետ նույն վարպետի, երջանկահիշատակ Արմեն Մազմանյանի դպրոցով անցած տարբեր սերունդների ուսանողներն ենք։ Եվ 2007 թվականին մեր խաչմերուկները հատվեցին։ Միասին նկարահանվում էինք Հրաչ Քեշիշյանի «Ոչինչ չի մնա» ֆիլմում, որի նկարահանմանը զուգահեռ հենց Նարան ամուսնացավ Արիաց գինիների հեղինակ Վահագն Գևորգյանի հետ։ Սերը այդպես է, գալիս է ու գինու պես վերցնում սիրտդ, հոգիդ, գիտակցությունդ։ Այնպես որ մեր մտերմությունն էլ գինու պես է, մի քիչ հնեցված, միշտ հաճելի, շատ սպասված եւ հարազատորեն թանկ։ Աղջիկներ, մենք այսօր պետք է պատրաստենք համեղ բաներ։ Դուք պատրաստ եք։ Ինչ եք սիրում ուտել։ Ծովամթերքներ։ Ասա, մուկիկի։ Նայած, քանի որ մենք շատ ենք սիրում ծովամթերքներ, ծովի հետ կապված ամեն ինչ, մենք որոշեցինք, որ գինու հետ լավ կլինի փորձել ձկնային կամ ծովամթերքային ինչ-որ բան պատրաստել։ Միայն կողմեմ, մանավանդ որ մենք արիացի սպիտակ գինիները չհասցրեցինք փորձել Գևորգյան Այլ ավարիտ Winery-ում։ կլինի փորձելու հենց սպիտակ գինին մանրածովախեցգետնի հետ։ Ընտիր, շրիմփ ենք պատրաստում։ Այո։ Համարյա պատրաստ է ոնց տեսնում եմ։ Կիսով չափ ես արդեն Թեթև շոքեխաշել։ թեթև շոքեխաշել եմ, հիմա պետք է հասցնել ավարտին։ Ընտիր,
Մենյուում ունենք նաև Զուկ, այո, սաղմոն զուկ, որը ինչ որ յուրահատուկ բան չեմ արել։ Արել եմ աղ, բիբար, թթվասերային փոքրիկ ինչ որ տենց սոուս եւ սամին։ Չէ, ամեն ինչ շատ չեմ արել ինչ որ բաներ, որ ձուկը իր համը պահպանի, այսինքն շատ խառը ինչ որ տենց սոուսային բան չեմ ստացել։ Եվ պատրաստել ես ջեռոցում։ Այո, ջեռոցում ես արդեն պատրաստեցի եւ մեզ մնում է մի փոքր աղցան, որի բաղադրիչները կիսով չափ պատրաստ են, պետք է ամեն ինչ իրար հետ համակցել ու նստել սեղանի Դե եկեք։ Ուրեմն աղջիկներ, պատրաստենք։ Տապակած ծովախեցգետին։ Ձեր հյուրերին հաստատ կարող եք հիացնել այս համեղ ուտեստով, ինչպես ես հաճույքով վայելեցի։ Ծովախեցգետինը պետք է թեթև խաշել, ջրին ավելացնելով կարմիր պղպեղ, աղ, դափնու տերևներ։ Եփելուց հետո ջուրը քամել, ծովախեցգետինը ձեթով ու սխտորի փոշով տապակել։ Մատուցելիս կարելի է ավելացնել բալզամիկ սոուս։ Մի քիչ թուլություն, երբ որ ինչ-որ մի չափով լինում է թուլություն կամ հոգնածություն, բայկը միշտ կարմիր գինի է բերում, անգամ նռան գինի, անգամ եռացնում է ինչ-որ չափով, որ ալկոհոլը դուրս գա, որը շատ օգտակար է մարդկանց համար, ովքեր արյան հետ կապված ինչ-որ խնդիրներ ունեն։ Իսկապես։ Հա, իսկապես շատ լավ է։ Ալկոհոլը հանած, հա։ Բայց յուրաքանչյուր մարդու համար էլ օրական մի այսքան գինին ոչինչ էլ չի անի։ Նա տեսնում ես իմ մոտ ինչա կառույց։ Լավներ, իրանք ինքնուրույն անում են ինչ որ պետք է։ Քինուայով աղցան։ Ամեն օր խոհանոցում մեր ձեռքի տակ եղած այս մթերքներից կարելի է շատ տարբեր աղցաններ պատրաստել։ Նարինեի առաջարկը եւ համեղ է, եւ շատ օգտակար։ Եթե քինուան ձեզ համար դեռ նոր է, առաջարկում եմ մեկ անգամ փորձել, հաստատ գոհ կմնաք։ Այս աղցանի համար անհրաժեշտ է թարմ լոբիկ, պղպեղ, վարունգ, սոխ, բրոկոլի, կունջուտ, քինուա, զեյթունի ձեթ եւ աղ։ Բրոկոլին ու քինուան պետք է նախապես խաշել։ Մնացած բանջարեղենը պետք է պարզապես կտրատել եւ սիրով խառնել իրար։ Աղցանը մատուցել ջերմությամբ եւ ժպիտով։ Ահա համի ուժի իսկական գաղտնիքը։ Բարի ախորժակ։ Խմում ենք։ Խմորումը դա գինու ծնունդն է, ծնունդից հետո նա մեծանում է, հասունանում է, ունի կյանք եւ դրանից հետո ունի մահ։ Եվ շատ հետաքրքրական է այն փաստը, որ գինին ունի նաեւ զգացողություն ու շատ լավ զգում է թե իր ստեղծողի տրամադրությունը, թե իրան հետևողի վերաբերմունքը եւ այդ ամեն ինչ հետո փոխանցում է խմողին։ Գժություն։ Իզուր չի էր։ Չի, որ հիմա շատ տարածված է, որ գինիների ստեղծման այդ խմորման փուլում, գործարաններում, ուրեմն միացնում են կլասիկ երաժշտություն։ Բա ոնց։ Նայր, մեր էպոսի մեջ անգամ Սասունցի Դավիթն ասում է հացն ու գինին տեր կենթանին, այսինքն կենթանի տիրոջ Քրիստոսի արյունով ու որ այդ խմորման պահը դու ասացիր, ես խորացա, որ մենք հացը էլի խմորում ենք, չէ, որ հասունանա ու կյանք տա, շարունակական կյանք, որովհետև մենք շարունակում ենք օգտագործել թթխմորը, մի անգամ պատրաստված։ Եթե դրոշներին չանդրադառնանք, չէ, մենք թթխմորով, ու այդ նույն թթխմորով ժամանակին թթվեցրել են տարբեր բաներ։ Սիրո կենաց։ Սիրո կենացը։ Դուք սիրո ծնունդ եք, սիրո կենացի ամենագեղեցիկ դրսևորումները եւ ամենափոքրիկ ռազմոյնիկ, կոնկրետ ավազակուհի։ Բարդ է դերասանի կյանքը, ինչ խոսք։ Սակայն Նարինեն կարողացել է գտնել կյանքի իդեալական համադրությունը, համադրելով ընտանիքը եւ կարիերան։ Եվ այդ հարցում մեծ է նրբաճաշակ գինեգործ Վահագնի մոտեցումը, նրա տղամարդկային աջակցությունն ու անսահման սերը։ Պարզապես պետք է սիրել իրար։ Քանի դեռ Երևանյան տաք հաշունն իր ջերմությունն է շռայլում, մենք եւս մեկ անգամ առիթն օգտագործենք եւ հայտնվենք Ամար կաֆե ռեստորանում։ Դեռ չենք պատմել, որ Հրազդանի կիրճում տեղակայված այս ազատության օազիսում համեղ խոհանոցից բացի իհարկե կա նաեւ ընտիր բար, որտեղ փորձառու բարմենները արտակարգ կոկտեյլներ են պատրաստում։
Այսօր կպատրաստենք թարմացնող ու շատ յուրօրինակ կոկտեյլներ նաև գինու հիմքով, դե չմոռանանք ինչու ենք հավաքվել։ Եվ որքան էլ նրանք փորձեն ինձնից թաքցնել իրենց վարպետության գաղտնիքները, վստահ եղեք, ես նրբորեն կփորձեմ դրանք բացահայտել, հատուկ ձեզ համար։ Դե գնացինք ամառ։ Գուրգեն, մենք ունենք հետաքրքիր շատ խմիչքներ ամառում, բայց հետաքրքիր դուք ինչ եք առանձնացրել, որպեսզի մենք միասին պատրաստենք։ Մենք այսօր առանձնացրել ենք գիններով պատրաստվող կոկտեյլներով։ Գժություն։ Հիմա մենք կպատրաստենք շատ թեթև մեզ համապատասխանող կոկտեյլ գինու հիմքով, սպիտակ գինու հիմքով։ Մեզ բաց աչքերով մարդկանց էլի նկատի ուներ։ Այո։ Օրինակ, եթե տանը ունեք գինի, որը բացել եք, մի քիչ տակը մնացել է, դրել եք սառնարանը, ոչ այնե դնեք ուրիշ ինչ հյուրասիրեք, ոչ այնե դուք խմեք տնեցիք արդեն բարկանում եք, պատրաստում ենք կոկտեյլ։ Հա, դրան կհասնենք դեռ, բայց միջև այդ մեր հատուկ կոկտեյլը, որը մենք ամառում մատուցում ենք, այո։ Ինչ լավ թարմ է։ Ինչի ինձ չեք հյուրասիրել այս կոկտեյլից։ Դե դուք խառն եք, ոնց որ տենց։ Այսօր չէ, ընդհանրապես երբես գալիս եմ։ Դե դուք գալիս եք passion fruit-ով եք ուզում միշտ։ Գիտի է, ամեն ինչ գիտի։ Կոկոսովը վերջն է։ Մյուսը ինչ ենք անում։ Մյուսն էլ ավելի պրիմիտիվ կոկտեյլ ենք հիմա պատրաստելու։ Էլի։ Ինգրեդիենտները։ Մաքսիմալ պարզ, ով տունը ունի թեյ, գինի, երեկվանից մնացած, պոպոքի մուրաբա բոլորն են, հաստատ բոլորը ունեն, ու լայմի հյութ, էլի բոլորը կունենան։ Լայմի հյութ, այսքան լայմի կամ լիմոնի, թարմ կամած։ Թարմ կամած լայմ լիմոնի խառնվում է այս բառագայում օգտագործելու։ Ինչեր արնում։ Կոկտեյլ։ Այսպիսով գրանցեք անպայման։ Սպիտակ գինու հիմքով այս կոկտեյլի համար անհրաժեշտ է սև թեյ, սպիտակ գինի, ընկույզի մուրաբա, լայմի կամ կիտրոնի թարմ կամած հյութ, սառույց։ Մատուցելիս ձևավորել ընկույզի մուրաբայի հատիկներով։ Ու շատ սիրունա հնչում մեջը գինին, սպիտակ, թույլ շլեյֆով գնում է։ Գուրգեն բրավո։ Շնորհակալ եմ շատ շնորհակալ եմ, այսօր կարևոր երկու բան սովորեցի։ Կոկտեյլը, որը կպատրաստեմ, կոչվում է Կալոջերո։ Կալոջերոն դա մի ֆիլմ էր, որը 1993 թվականին նկարեց Ռոբերտ Դե Նիրոն։ Դա նրա առաջի դեբյուտն էր, եւ ես մոտ 6-7 անգամ դիտել եմ այդ ֆիլմը ու ճիշտ ասած իր մեջ եւ ռոմանտիկան եւ իտալական գիրքը եւ Դե Նիրոն։ Իհարկե, միանշանակ եւ ամենազարմանալին աներ, որ նա տանում էր վարորդի դեր։ Ես ոգեշնչվեցի այդ ֆիլմից եւ որոշեցի, որ պետք է ստեղծենք կոկտեյլ, որը կոչվում է Կալոջերո։ Գլխավոր հերոսի անունն էր, որի դերը խաղում էր, եթե չեմ սխալվում, Լիլո Բրանկատոն։ Եվ ինչ էր պետք մեզ դրա համար։ Բնականաբար ամերիկյան արտադրության վիսկի։ Կոկտեյլ Կալոջերո։ Այս կոկտեյլի բաղադրիչները գուցե առաջին հայացքից մի քիչ ագրեսիվ թվան, սակայն տպավորությունը ցնցող է հետո։ Անպայման համտեսեք, գալով ամառ անպայման նշեք եւ պահանջեք Կալոջերոն։ Իսկապես հետաքրքիր թարմացնող ու յուրօրինակ կոկտեյլ է։ Դրա համար անհրաժեշտ է վիսկի, նախընտրելի է ամերիկյան, կիսաքաղցր վերմուտ, նախընտրելի է իտալական, թարմ քամած կիտրոնի հյութ, բալի հյութ, կորդիալ, կոճապղպեղի հյութ եւ սառույց։ Եվ դուք նայեք, նախանձեք, ես փորձեմ։ Ամառի ամենայուրահատուկ կոկտեյլներից է։ Ինչ նուրբ է։ Իհարկե։ Թվում էր ագրեսիվ պիտի լինի, բայց չէ։ Ես իմ խմիչքները վերցնեմ եւ գնամ, որովհետեւ այստեղ, որտեղ տղամարդկանց իրական աշխարհն է, կանայք ունեն միայն մի անելիք՝ վայելել։ Տիեզերքն ամայն մտովի տեսա ու շոշափեցի։ Մարդկային հոգու ճախրանքներն ամեն ես ճանաչեցի, եւ այնուհանդերձ հայտարարում եմ առանց կասկածի, այլ երանություն չգիտեմ գինու վայելքից բացի։ Այո, գինին իսկապես վայելք է, որ Հայաստանի խաղողագործության ու գինեգործության հիմնադրամի ու նվիրյալ հայ գինեգործների մեծ ջանքերով աստիճանաբար վերադառնում է հայկական կենցաղ։
Գինու մշակույթը հին դարերից եկել ու դեպի ապագա է ընթանում, եւ մեր ներկայի այս ակնթարթում մեզ անուշ կենացներ եւ երջանիկ պահեր պարգևում։ Մենք գտնվում ենք մի ռոմանտիկ միջավայրում, ձեր տան շարունակությունը պատշգամբը, Լուսինը դեպի լիալուսին գնացող եւ Անահիսը իր ողջ գեղեցկությամբ։ Պատմիր։ Սա առաջի հայկական սառցե գինին է, որը մենք արտադրել ենք 2011 թվականին եւ նոր պետք է հանենք վաճառքի։ Ինչ է նշանակում սառցե գինի։ Ice wine։ Ինչ գեղեցիկ է, սառույցի տեսքով, յուրերի։ Այո։ Պատրաստված է ոսկեհատ խաղողից։ Մենք խաղողը պահել ենք վազի վրա մինչև հունվարի 30-ը մոտավորապես եւ բերքահավաքը կատարել ենք -8-ից -10 աստիճանում։ Այսինքն բավականին դժվար է եղել խաղողը պահպանել վազի վրա։ Առանց ցրտահարության։ Չէ, ցրտահարությունը ստեղ կարևոր չէ, կարևորը նաև որ ծտերը չուտեն, միջատները չուտեն, աղվեսները չուտեն, որպեսզի մենք խմենք։ Չփչանա, այո, եւ վերջում ստացվում է մի հրաշալի անուշ խմիչք, որը յուրահատուկ բույր եւ յուրահատուկ համում է։ Ինչ լավն էր, վա։ Դեսերտ։ Այս վայնը քաղցր գինի է, դեսերտային գինի է, բարձր թթվությամբ, բայց հայկական ոսկեհատից պատրաստվածը ինչով է առանձնանում, ասեմ, ծիրանի հոտ ունի։ Ես սրտանց ուզում եմ, որպեսզի արյացը իր բոլոր դրսևորումներով, իր Անահիսով, այս վայնով, այսինքն Գևորգյան Winery-ին կարողանա գեղեցիկ այցեքարտ ունենալ աշխարհում իր գինեգործությամբ եւ վերականգնի հին հայկական գինեգործական ավանդույթները։ Շնորհակալ եմ։ Ժամանակակից մոտիվներով։ Գինու աշխարհում մեր ճամփորդությունը դեռ շարունակվելու է, ու 1 կամ 2 կամ գուցե 3 գավաթ գինու շուրջ էլի հանդիպելու ենք համի ուժով բացահայտելու հայոց պատմությունը, մեր մշակույթն ու կյանքը ամփոփված 1 գավաթ հայկական գինու մեջ։ Կհանդիպենք։